The community. Հաղորդման գործընկերներն են Գարիկի մոտ, Dark Tint, Sky Glam։ Անին ես լավ տեղ ես մեզ կանչել։ Մենք գտնվում ենք Riverside քաղաքում։ Անին էստեղ է բնակվում, դրա համար ենք եկել։ Թե Անինով է, զրույցի ընթացքում բոլորդ կիմանաք։ Անի, որտեղ ես ծնվել։ Ծնվել եմ Երևանում, չնայած պետքա ծնվեի Գյումրիում։ Ինչի արմատներով այնտեղից ես։ Արմատներով ընդեղից եմ, բայց երկրաշարժի պատճառով ծնողներս տեղափոխվեցին Երևան։ Ահա։ Ու 40 օր հետո ես ծնվեցի։ Օ։ Ինչ ընտանիքում ես ծնվել, ովքեր են ծնողներդ, մայրդ, հայրդ, ովքեր են մասնագիտությամբ։ Մասնագիտությամբ տնտեսագետ։ Երկուսն էլ։ Երկուսն էլ, հա։ Ահա։ Եվ մամաս չէր աշխատում, մամաս ինձ ու եղբորս էր խնամում, հա։ Ահա։ Պապաս էլ աշխատում էր երկար օրեր, երկար ժամերով էր աշխատում ու մենք շատ ճանապարհին ենք եղել։ Էդ էլ մութ ու ցուրտ տարիներն էր, այն որ տանը լույս չկա, գազ չկար, հաց չկար։ Ու շատ ժամանակ անցկացրել մեքենայի մեջ ոնց որ էլի, որովհետև տաք էր այնտեղ։ Այսինքն երկրաշարժից հետո տեղափոխվել եք Երևան ու երկար ժամանակ բնակարան չեք ունեցել դուք։ Չէ, բնակարան ունեցել ենք իհարկե։ Ահա։ Հարցը ոչ թե բնակարաններ, այլ ոնց որ պապայի աշխատանք գործի բնույթը, որովհետև ինքը հասարակական կազմակերպություն էր այդ ժամանակ ստեղծում, ու այդ շատ դաժանակիր աշխատանք էր, անընդհատ ստեղ գնալ, այնտեղ գնալ, այնտեղ գնալ, եւ հիշում եմ օֆիսը հրապարակում էր։ Մենք էլ դպրոց էինք գնում, հենց այդ հրապարակի մոտի դպրոցը։ Ահա։ Չնայած որ հեռու էինք ապրում տեղից։ Հիշում եմ դպրոցից հետո այնտեղ գնալը, ժամերով սպասելը, մինչև պապան կվերջացնի, հետո տուն գնալը։ Անի, իսկ ինչ երեխա ես եղել, ինչ տեսակի երեխա ես եղել, հանգիստ թե ավելի աշխույժ։ Մաման ասում է այն ժամանակ ավելի շատ պատասխանատվություն էի կրում, քան թե հիմա։ Չէ, ես կարծում եմ դու հիմա այնպեսի գործ ես, որ քո մոտ պատասխանատվության լեվելը բարձր կետի վրա է գտնվում հիմա։ Իսկ դու ինչ ես հիշում։ Ես հիշում եմ, որ մամաս ասում է շատ պատասխանատու էր աղբորս հետ կապված, այսինքն միշտ իրան հետևում էի, որ ինքը լավ լինի, որ պետք է լինում, մաման պետքա գնար զանգեր մի տեղից ուրիշի տնից պետքա գնար զանգեր պապային, տանը մենակ պիտի մնայինք, ես պիտի հետևեի աղբորս։ Տան մեծն ես դու։ Անի, փոքր ժամանակ ինչ երազանքներ ունեիր։ Լինում է, չէ՞։ Ոչ թե լինում է, բոլորիս հարցնում են փոքր ժամանակ, որ մեծանաս, ինչ ես դառնալու։ Քեզ էլ են հաստատ տվել այդ հարցը, ինչ ես պատասխանել։ Տիեզերագնաց։ Միշտ ուզեցել եմ տիեզերագնաց դառնամ, չգիտեմ ինչի։ Ինչն է գրավել։ Համարյա տեղ եմ հասել, չգիտեմ։ Համարյա այնտեղ ես հասել։ Դպրոցն ավարտելուց հետո ինչով ես սկսել զբաղվել։ Դպրոց ավարտելուց հետո համալսարան եմ ընդունվել, տնտեսագիտական համալսարանը։ Ահա որ չէի սիրում այդ։ Բա ինչի էիր ընդունվել։ Որովհետև ծնողներս որոշեցին այդ ժամանակ շատ փոքր էինք, իրականում Հայաստանում շատ փոքր են լինում երեխեքը, որ այդ ժամանակ պետք է իրանց ամբողջ կյանքը որոշեն։ Ահա։ Ու այդ ժամանակ իրանք որոշեցին, ինձ ինչ որ հարցեր տվեցին ու ըստ պատասխանների եկանք այն եզրակացության, որ ես պետք է ընդունվեմ տնտեսագիտական համալսարան։ Դե հա, ես կարծում եմ մեր ժամանակներում իմ ու քո ժամանակների մասին ենք խոսում։ Մեր ժամանակներում մենք ընտրության հնարավորություն որպես այդպեսին շատ չունեինք։ Շատ ժամանակ մեր տեղը ամեն ինչ որոշում էին ծնողները։ Որոշում էին այս խմբակը պետք է գնանք, այս խմբակը չգնանք։ Նախնական զրույցում ես քեզ պատմել եմ, չէ՞, իմ տարբերակը, հիմա նույնը քո տարբերակում է այդպես ստացվել։ Հայաստանում ապրածը տարիներից ինչն է, որ միշտ սենց վառ մնացել է քո հիշողություններում։ Ինձ թվում է ճամփորդելը։ Պապայիս հասարակական կազմակերպությունը ճամբարներ էր կազմակերպում ամառային ու ձմեռային հաշմանդամ երեխաների համար, ու մենք միշտ գնում էինք այդ ճամբարներին, ու այնտեղ այնքան հետաքրքիր երեխեքի հետ եմ շփվել, այնքան
տարբեր բաներ եմ տեսել, այդքան որ տարբեր տեղերից գալիս էին, հավաքվում էինք իրար հետ, խաղեր էինք խաղում, մարզանք էինք անում, առավոտները, միասին ինչ-որ միջոցառումներ էինք անում, այդ ամենավառ հիշողություններից է սա իմ։ Երբ ես տեղափոխվել Միացյալ Նահանգներ։ 2010 թվականին։ Ինչպես ստացվեց քո տեղափոխությունը։ 2010 թվականին, 2009 երևի, ամուսնացա ու տենց տեղափոխվեցինք Ամերիկա։ Դու ուզում էիր տեղափոխվեիր։ Չէ։ Ես չէի ուզում, որտեղ ոչ մեկին չէի ճանաչում։ Իմ ամբողջ կյանքը Հայաստանում էր, բարեկամ, ընկերներ, դասարանցիներ, ծնողներ ու չէի ուզում տեղափոխվել։ Տեղափոխվեցիր Միացյալ Նահանգներ ամուսնուդ հետ։ Ինչի որոշեցիք ապրել Տեխասում։ Ամուսինս այնտեղ աշխատանք գտավ։ Ահա։ Եվ այդպես տեղափոխվեցինք Տեխաս։ Հայեր շատ կային այնտեղ։ Սան Անտոնիոյում երևի այդ ժամանակ մի 5-6 ընտանիք էին ընդամենը ու բոլորը բոլորին ճանաչում էին։ Շփվում էիք իրար հետ։ Ահա, արիցներով, ասենք նոր տարի, չգիտեմ, սենց զատիկ, անպայման հավաքվում էինք միասին։ Ընդեղի հայերը ավելի վաղուցվանից գնացած հայեր են ու բոլորը շատ լավ մարդիկ են։ Երբ տեղափոխվում էիր Միացյալ Նահանգներ, վստահ գիտեիր, որ վերջնական ես տեղափոխվել ու մշտական բնակություն ես հաստատելու Միացյալ Նահանգներում։ Ճիշտ ասած, առաջին 2 տարին իմ համար ոնց որ սենց երազի մեջ լինեի։ Ահա։ Ինձ թվում էր, որ այս ամեն ինչը ժամանակավոր է, որ ես հաստատ հետ եմ գնալու։ Շատ դժվար էր իրականում սկզբից, որովհետև լեզվի դժվարություններ, աշխատանք գտնելու դժվարություններ, Ահա։ ու անընդհատ ես ինքս ինձ ասում էի, ես ժամանակավոր է, հետ պիտի գնանք։ Անհնար է մենք մնանք ստեղ։ Իսկ այդ մտքերդ երբեմն բարձրաձայն ասում էիր։ Հա, պոյմոն, ոնց։ Բա ոնց։ Հետո բայց սկսեցի այնտեղ գնալ քոլեջ, լեզուն բացվեց, հետո արդեն ընդունվեցի աշխատանքի ու կամաց ոնց որ սկսեցի շփվել այնտեղի մարդկանց հետ ու ավելի հեշտացավ ամեն ինչ։ Որն է առաջին աշխատանքդ եղել Միացյալ Նահանգներում, հիշում ես։ Շատ լավ եմ հիշում։ Մի հատ խանութ կա Old Navy, գիտեք։ Ահա։ Այդ Old Navy-ում եմ աշխատել։ Ու հիշում եմ իմ մենեջերը ինքն էր հենց ինտերվյուն վերցնում ինձանից։ Ես չգիտեմ ոնց եմ այդ հեռախոսի ինտերվյուն անցել, որ հետո ինձ հրավիրեցին արդեն նորմալ ինտերվյուի ու այնքան շատ է օգնել այդ մարդը ինձ, որ ես կարողանամ շփվեմ մարդկանց հետ ու լեզուս բացվի, էլի ոնց որ։ Իսկ կհիշես ինչն էր ամենադժվարը քեզ համար, որ Միացյալ Նահանգներում ոչ մի կերպ չէիր կարողանում հարմարվեիր դրան։ Մեքենայի մեջ բենզին լցնելը։ Մինչև այդ Հայաստանում վարել ես մեքենա։ Շատ քիչ, բայց վարել եմ։ Ահա։ Չկատակ եմ անում իհարկե, բայց իհարկե շոկ էր այդ առաջին անգամ որ եկել էի, կանգնել եմ այդ բենզալցակայանում ու սենց սպասում եմ, չէ մեկը պիտի գա, ոնց որ օգնի, տեսեմ մարդ չի գալիս, ասում բա ես ինչ պիտի անեմ հիմա։ Եվ հետո զանգել եմ, հարցնում եմ, ասում եմ, ինչ պիտի անեմ ստեղ։ Բա վերցրու քարտը դրի մեջը, կոդը հավաքի, չգիտեմ, այդ վերցրու, ասենց քայլ ինձ բացատրել են ոնց պետք է անեմ, որ ես ասում եմ, ես պետք է այս ամեն ինչը անեմ։ Հիմա լրիվ նորմալ բան է այդ, էլի, բայց այն ժամանակ շոկ էր իմ մոտ, որ ես պետք է անեի, ոնց որ է։ Ինչքան ժամանակ ես մնացել Տեխասում։ 7 տարի։ 7 տարի։ Հետո գիտեմ, որ տեղափոխվել ես LA։ Հա, այնտեղ միջակայքում տեղափոխվել եմ Հայաստան, իհարկե։ Մոտավորապես մի 8-9 ամսով։ Այդ ժամանակ հաստատ գիտեի, որ վերջ ես մնալու եմ Հայաստանում։ Նույնիսկ ընդունվեցի աշխատանքի այնտեղ, մի հատ IT company-ում էի աշխատում։ Բայց հետո մի քանի ամիս հետո հասկացա, որ չէ, всё-таки չես հարմարվում։ Չեմ հարմարվում, հա։ Արդեն ամերիկյան կենսակերպը մտելա մեջդ չես կարող։ Ես շատ եմ լսում, որ այստեղ երբ որ երկար ես ապրում, շատ ես անընդհատ ուզում ես գնաս Հայաստան, բայց երբ որ գնում ես հասկանում ես, որ դու էլ չես կարող ապրել։ Այդ զգացողությունը քո մոտ էլ է եղել։ Շատ մեծ։ Եվ մարդկային առումով եւ չնայած որ այնտեղ այնքան լիքը ընկերներ ունեմ, մինչեւ այսօր էլ մենք շփվում ենք իրար հետ, շատ սիրում եմ այնտեղ գնալ,
հեսա շուտով էլի պետքա գնամ։ Ահա։ Բայց միևնույն ժամանակ ապրել դեռևս չեմ պատկերացնում։ Միգուցե մի օր, հույս ունեմ, որ մի օր, բայց դեռևս չեմ պատկերացնում։ Okay, տեղափոխվեցիր LA։ Ապրել ես Գլենդելում։ Հա։ Գլենդելում եմ ապրել, հա։ Գլենդելում ապրել ես։ Հետո քո շրջապատում հայտնվեցին հայեր։ Իմիջայլոց ասեցիր, որ Տեխասում մի քանի ընտանիքների հետ էիր շփվում հայերի։ Միայն հայեր էին քո շրջապատում այնտեղ։ Չէ, իրականում շրջապատումս ուսանողներ կային, այնտեղ մեծ ուսանողության ոնց որ համայնք կա ու Հունաստանից, Գերմանիայից, Հայաստանից, տարբեր տեղերից եկած Բրազիլիայից, տարբեր տեղերից եկած ուսանողներ կային։ Իրանք այն ժամանակ իրանց PhD-ն էին անում ու սենց խումբ էինք ոնց որ միասին ու ամենտեղ գնում էինք տենց միասին, շատ հետաքրքիր էր ու շատ ուրախ էր անցնում։ Տեղափոխվեցիր, սկսեցիր ապրել Գլենդելում։ Ինչով սկսեցիր զբաղվել Գլենդելում։ Ես համենայն դեպս համոզված եմ, որ մի քիչ ավելի հեշտացավ, չէ՞, կյանքը, երբ որ տեղափոխվեցիր Գլենդել, ավելի ջերմացավ երևի շրջապատը։ Շատ ուրիշ էր։ Լրիվ ուրիշ աշխարհներ են այդ Տեխասը ու Լոս Անջելեսը, Կալիֆոռնիան, գլոբալ վերցնենք, հա, ուր մնաց Լոս Անջելեսը, ուր մնաց Գլենդելը։ Շատ տարբեր են իրանք իրարից։ Եվ դուրսը կարող ես դուրս գալ քայլել, չգիտեմ, Պապիկը իր գործն անում, ոչինչ չեն խանգարում։ I had to know։ Ինչով սկսեցիր զբաղվել Գլենդելում։ Ճիշտ ասած, այդ պահին չեմ էլ հիշում, ինչով եմ զբաղվել։ Հիմա արդեն այդ ամեն ինչը սենց բան է դարել, սենց մշուշի մեջ է արդեն, հա։ Մի քանի տարբեր աշխատանքներ եմ ունեցել։ Հենց բրենդի վրա մի հատ coffee shop-ում էի աշխատում, որը շատ հետաքրքիր էր, որովհետև coffee shop-ը ընդհանրապես նենց տեղ է, որ բոլորին սենց community-ին բերում է, հավաքում է իր շուրջ։ Էլի այնտեղ լիքը տարբեր մարդկանց հետ եմ ծանոթացել, հայերի, մշտական հաճախորդներ կային, որոնք գալիս էին, իրանց պատմություններն էին պատմում, իրանց արդեն ընտանիքներին գիտեինք, երեխեքին գիտեինք, շատ հետաքրքիր էր ու շատ կարևոր էր այդ իմ համար տեղ աշխատելը ոնց որ էլի։ Դրա շնորհիվ ես նաև ուրիշ աշխատանք գտա։ Իմ համար կարևոր է, որ ես կարողանում էի այնտեղ տարբեր հաճախորդների բերեի ոնց որ իրար մոտ, իրանք իրար հետ բիզնես անեին։ Այդ իմ համար շատ կարևոր է մարդկանց sense ոնց որ բերել իրար կապել, այսպես ասած։ Սիրուն, պուպուշ, կանացի Անին մի վարկյանում վերածվեց սերժանտ Անի։ Ահա թե ինչի մասին ենք այսօր խոսելու, որն այն կարևոր թեման, որի համար մենք հասել ենք Riverside։ Այսօր Անին մեզ պատմելու է Միացյալ Նահանգների բանակի հետ կապված այն բոլոր հետաքրքիր հարցերը, որ ունենք մենք այսօր։ Անի, ինչպես որոշեցիր անցնել ծառայության Միացյալ Նահանգների բանակում։ Դե ոնց որ ասեցի։ Երբ ես որոշել դա։ Երբ որոշեցի։ Ոնց որ ասեցի, մանկուց երազել էի տիեզերա գնաց դառնայի, տիեզերա նավ չէ, տիեզերա գնաց դառնայի։ Տիեզեր քնը չեմ հասել, բայց մոտավոր շատ վաղուց ուզում էի բանակում ծառայել, բայց դե այն ժամանակ որ Հայաստանում էի ապրում, այդ հնարավորությունները չկային կանանց ու աղջիկների համար, որ կարողանային ծառայեին։ Հիմա կարծեմ ինչ-որ այդ ուղղությամբ ինչ-որ տարբեր բաներ են տարվում, Ես տեղեկություններ չունեմ, եթե դու ունես այդպիսի տեղեկություններ։ Ես ինչքան գիտեմ, ինչ-որ նենց են անում, որ արդեն կարողանան աղջիկներն ծառայեն, որը շատ գովելի է։ Եվ երբ որ տեղափոխվեցի արդեն Ամերիկա, երկար մտածել եմ դրա մասին, շփվել եմ, երբ որ Տեխասում էի ապրում, շփվել եմ շատ զինվորականների հետ գործի բերումով, տարբեր ճյուղերի զինվորականների ու վերջի վերջո
արդեն կայացրել եմ որոշումը, որ օդային ուժերը այդ հենց այն ճյուղն է, որտեղ ես ինձ տեսնում եմ։ Անին, ուզում եմ մեզ պատմես, որոշեցիր, հասկացար, որ քո ցանկությունը դա է, որ ծառայես Միացյալ Նահանգների բանակում, բայց դրա համար ինչ որ որոշակի քայլեր են պետք, չէ՞։ Որտեղից է սկսել։ Որտեղ են գնում դիմում, մեր լեզվով ասենք, որտեղ թղթերս վերցնեմ, գնամ դիմեմ, որ հասկանամ, կարամ ծառայեմ Միացյալ Նահանգների բանակում։ Որտեղ սկսեցիր։ Նախ եւ առաջ պետքա գտնել մի հատ recruiter-ի, չգիտեմ այդ հայերեն ոնց է այդ բառը, recruiter-ի ես գտնում, որը քեզ նախնական հարցեր է տալիս, դրանք այդ բազային հարցերն են, որ SSS սրանք եթե այո ես պատասխանում, ուրեմն օքեյ, քո գործերը շարունակվում են նայվել ու թղթերը առաջ կտանել։ Եթե ինչ որ այդ հարցերից մեկը ոչ է, ուրեմն ավտոմատ ասում են չէ, հաջողություն։ Պետքա լինես, չգիտեմ, քաղաքացի եւ այս ինչ որ հիմա պատասխանում եմ, սրանք անընդհատ փոխվում են։ Նայած ով է երկրի ղեկավարը, այս ինֆորմացիան անընդհատ փոխվում է, այսինքն պետք է անպայման գտնել ամենավերջին update-ը, էլի այս ինֆորմացիա ինչ որ հիմա տալիս եմ, բայց այն ժամանակ երբ որ ես էի սկսում 2018 թվականին, պետք էր լիներ կամ քաղաքացի կամ պետք է green card ունենայիր, եւ քննություն պետք է մի հատ տաս, այդ քննության արդյունքների միջոցով իրանք ասում են, օքեյ, հիմա կարող ենք անցնել հաջորդ փուլին։ Հաջորդ փուլը բժշկական տեստեր հանձնելն է, այսինքն քննություն, բժշկական տեստեր, քաղաքացիություն կամ green card, եւ background investigation։ Ես երկար ման եմ եկել հայերեն այդ background investigation-ը ոնց է, բայց այսինքն քո անցյալին են նայում, դու մի հատ շատ երկար, շատ երկար կենսագրությունդ են ուսումնասիրում։ Թուղթ լրացնում, դոկումենտ ես լրացնում, որտեղ պետք է գրես թե բոլոր են հասցեները որտեղ ապրել ես, ով է քեզ ճանաչում այդ հասցեում, այդ մարդկանց ինֆորմացիան, իրանք գնում են ինչ որ մարդկանց ինտերվյու են անում քո մասին, որպեսզի հասկանան դու ով ես, որպեսզի հասկանան դու այն մարդն ես, որը կարող է ինչ որ մի հատ վտանգ ներկայացնի բանակի համար, թե քեզ կարող են վստահել ինչ որ գաղտնիքներով։ Սա շատ երկար process է եւ շատ թանկանոց process է, եթե արվի ոնց որ military-ից դուրս։ Եվ եթե էտել ես անցնում արդեն, իրանք ասում են օքեյ, ու արդեն քեզ սկսում են հարցնել, թե ինչ գործի ես ուզում դիմել, ու ըստ քո տեստի պատասխանների արդեն քեզ առաջարկում են տարբեր գործեր։ Երկու տարբեր ձևեր կարելի է անել։ Ես սերժանտական գծով եմ գնացել, ոչ թե սպայական։ Եթե ունես բակալավրի կոչում, ավելի ճիշտ կլինի սպայական կոչման գնաս, ուղղակի իմ համար կարևոր էր, որ ես սկզբում սերժանտական գծով գնամ, որպեսզի զրոյից հասկանամ ոնց է աշխատում համակարգը եւ ավելի զինվորներին ավելի մոտ լինեմ այտենց, քան թե միանգամից սպայական գծով գնամ ու ավելի ոնց որ gap լինի մեր մեջ զինվորների եւ այդ leadership-ի մեջ։ Եվ դրանից հետո ինձ առաջարկեցին մի քանի գործ եւ ես որոշեցի, որ պետք է գնամ ադմինիստրատիվ գործով։ Հետո արդեն օրը նշանակեցին, որ այս օրը պետք է քեզ ուղարկենք նախնական տրեյնինգի, որը մոտավորապես 3 ամիս է, մի քիչ ավելի քիչ։ Ինչ է տեղի ունենում այդ տրեյնինգների ժամանակ։ Այդ տրեյնինգների ժամանակ հասնում ես գիշերվա 1000-ին, հասնում ես аэропорт այդ քաղաքի, քեզ ավտոբուսով վերցնում են, էլի տենց մի ժամուկես գնում ես մինչև հասնում ես բազա։ Արդեն հոգնած այդ ճամբրուկներով քեզ հանում են ու երբ որ սկսում են արդեն հանել ավտոբուսի միջից, քո վրա այդ պահից սկսած անդադար գոռում են 3 ամիս։ Ու շատ արագ process է, այսինքն ամեն ինչը արագ դուրս եկեք, արագ ես արեք, անընդհատ հրահանգներ են տալիս։
Եվ ուղղակի պետքա լսել այդ հրահանգները եւ կատարել։ Եթե չես կատարում այդ հրահանգը նույն վարքյանին, ուրեմն պետքա վրատ գորան։ Այս հրավերության վրա։ Բայց այդ է process-ը ու պետքա անցնել այդ ամեն ինչի միջով, որովհետեւ իրանք քեզ պատրաստում են այդ քաոսի մեջ, ոնց որ քեզ կարողանաս պահես հանգիստ։ Ցանկացած իրավիճակում դու կարողանաս հետևես հրահանգներին առանց պանիկայի մեջ ընկնելու։ Խոճապի մատնվելու, հետո հեռախոսներն են վերցնում քեզանից եւ բոլոր քաղաքացիական հագուստը 3 ամիս, 3 անգամ ենք հեռախոս այդ ժամանակ ունեցել։ Առաջին անգամը եղել է, երբ որ հենց նոր հասել ենք տեղ, մեզ նստացրել են միտեղ ու ասել են զանգեք, ասեք որ հասել ենք, ամեն ինչ լավ է ու անջատեք հեռախոսը։ Այդպես էլ արեցինք։ Հաջորդ անգամ զանգեցինք, որ ասենք այս ժամանակ ենք ավարտում, որպեսզի ընտանիքը կարողանա տոմսեր առնի ու գա այդ ավարտական միջոցառմանը։ Եվ երրորդ անգամը արդեն ավելի մոտ ավարտելու, որովհետև ինչ որ մարդիկ եթե չէին կարողացել անցնեին այդ շաբաթներով հետ էին ընկել, զանգեին ասեին, որ օրինակ տոմս մի առեք կամ ինչ որ update տային այդ ժամանակ։ Մնացած ամբողջ ժամանակը կոմունիկացիան դրսի հետ տեղի է ունեցել գրիչով ու թղթի վրա նամակ գրելով, նամակագրությամբ։ Ու ես շատ լավ հիշում եմ, որ այդ նամակագրությունը շատ ժամանակ չունենք դրա համար, անընդհատ որտեվ go ամեն ինչը պետք է հասցնեինք անել, ու երբ որ արդեն ասում էին լույսերը անջատում էին, մենք վերմակները քաշում էինք մեր վրա ու լապտերիկով գրում էինք նամակները, ծալում էինք, որ հետո հասցնենք, բանանենք, ինչ որ անցնելու այդ պոչտայի մոտով անցնելուց շուտ գցենք այդ նամակը, որ հասնի մեր ընտանիքներին։ Անի, երբ որ որոշումդ կայացրեցիր ծառայության, ով էր այն առաջին մարդը, որին տեղյակ պահեցիր, որ այդպիսի որոշում ես կայացրել։ Շատ իրականում ես ուզում եմ մի քիչ ուրիշ տեղից սկսեմ, ուրեմն երբ որ արդեն այդ ռեկրուտերի հետ այդ բոլոր հարցերը լուծել էինք եւ արդեն երթման արարողությունը պետքա կատարեինք, ինքը ինձ տանում է մի հատ, կարծեմ Պոմոնա քաղաքն էր։ Պոմոնայի դպրոց է տանում մի հատ, մտնում ենք մի հատ դասարան, որտեղ նստած են աշակերտները, բոլորը ոտքի են կանգնում, բնականաբար Ամերիկայի դրոշն է, որովհետև այդ արարողության ժամանակ պարտադիր պետքա դրոշը լինի։ Արարողությունն է, որ պետքա ոտքի կանգնեն բոլորը, ու դու ձեռքդ բարձրացնում ես ու այդ երթման process-ն է սկսում։ Այդ պահին եմ ես զգացել իրականում, որ ես իսկականից այս ամեն ինչի միջով անցա ու հեսա սկսվելու է ամեն ինչը։ Ու սենց այդ ընթացքում ա եղել, որ ես սենց փշաքաղվել էի ու ասում էի չեմ հավատում, որ ես անցա այս ամեն ինչի միջով ու հեսա կսկսվի իմ տրեյնինգը ու այդ բոլոր էմոցիաների ոնց որ ազդեցության տակ հենց որ վերջացրեցինք, ես դուրս եմ եկել ու այդ ժամանակ եմ զանգել մամայիս ու ասել եմ մամ, ես հիմա բանակում եմ ծառայում, 6 տարվա պայմանագիր եմ կնքել։ Մամայի արձագանքը ինչպիսին էր։ Մաման լռեց մի րոպե, հետո ասեց ես քեզանով շատ եմ հպարտանում, ասում եմ որ ես փոքր էի, միշտ մտածում էի որ գեներալ եմ դառնալու։ Ու ասում եմ մեկ էլ իմանում եմ որ դու որոշել ես որ զինվորական ես դառնալու։ Գեներալ դժվար դառնամ իհարկե, բայց ինքը այն ամենաառաջի պահից էլ միշտ օգնել է ու support է արել ինձ, ցանկացած պահի ինչ որ դժվարություն ա եղել, ընդեղ ա եղել ինքը եկել է, այստեղ միասին գնացել ենք Միսիսիպի 3 ամսով, որպեսզի աղջկաս մոտ մնա, որպեսզի ես կարողանամ հերթական տրեյնինգը անցնեմ այնտեղ, ու պատժական անընդհատ ա եղել իր կողմից, պապայիս կողմից էլ իհարկե, մի քիչ ավելի ուշ, պապայիս ու եղբորս կողմից մի քիչ ավելի ուշ, դե որովհետև իրանք բարև ձեզ։ Բարև ձեզ։ Որովհետև դու իրանց համար փոքրիկ Անին ես, չէ՞։ Որովհետև ես իրանց համար փոքրիկ Անին եմ եւ որովհետև իրանք Հայաստանում ծառայել են, ու իրանք առանց իրանց ուզելու նույնիսկ իրանք համեմատություն են տանում Հայաստանում ծառայելու եւ ստեղ ծառայելու մեջ, բայց դրանք շատ տարբեր բաներ են։
Ստեղ կանանց ու աղջիկների համար ամեն ինչ ստեղծված է, որպեսզի իրանք կարողանան ապահով ծառայեն։ Անի քանի տարի է արդեն ծառայում ես։ Արդեն 7 համարյա 8 տարի է ծառայում եմ։ Համարյա 8 տարի։ Տրեյնինգները ավարտեցիր, 3 ամսով գնացել էի տրեյնինգների։ Դրա հաջորդականությունը ո՞րն է, ավարտեցիր։ Եկար, որտեղ տեղափոխվեցիր։ Տրեյնինգը վերջացրեցի եւ այդ ժամանակ արդեն քանի որ ես իմ հիմնական պայմանագիրը որպես ռեզերվիստ իմ նախնական պայմանագիրը հենց էր որ ես պետք է ընդամենը ամիսը 2 օր ծառայեմ։ Ահա։ Այսինքն ես active duty չեմ, full time չեմ ծառայում, էլի։ Ամիսը 2 օր պետք է ծառայեմ։ Նախնական պայմանագիրս էր եւ արդեն դրա պատճառով գիտեի որ ես պետք է գամ իմ որտեղ որ ես ապրում եմ դրա ամենամոտ բազան, ռեզերվ բազան, որը հենց էս էր։ Ահա, Riverside-ին։ Հենց Riverside-ում էր, հա։ Ես հասկանում եմ, որ դա նորմալ է, դուք ծառայում ես Միացյալ Նահանգների բանակում ու պետք է ունենան ծառայողները, զինվորականները պետք է ունենան ինչ որ առավելություններ։ Եթե գաղտնիք չի, կարող ես մեզ մի քիչ պատմել, որն է այդ առավելությունները, ինչից է որ դուք օգտվում եք, ինչն է ձեզ համար անվճար, ինչ հավելյալ բենեֆիտներ կան ձեր համար, մի քիչ դրա մասին կպատմես։ Ես բոլոր բենեֆիտները չգիտեմ իհարկե, որովհետև շատ են։ Որից որ տեղյակ ես։ Բայց ինչը որ գիտեմ, օրինակ ազգային պարկեր կարելի է գնալ անվճար։ Ահա։ Որը իմ ամենասիրած բենեֆիտներից մեկն է։ Խնդրում եմ, ճամփորդեք ու տեսեք Ամերիկայի պարկերը, որովհետև ֆանտաստիկ սիրուն են դրանք բոլորը։ Հետո educational benefits-ներ կան, շատ անվճար կարելի է սովորել ցանկացած համալսարանում, կարելի է ասել։ Եվ կարելի է տան համար VA loan ունենալ, որը կարող ես ոչ մի գումար չդնել նախնական, եւ տուն առնել, առանց որևէ գումար նախնական դնելու։ Ես ինչքան գիտեմ իմ տեղեկությունները դուք նաև աշխատավարձ եք ստանում։ Դա ձեզ բավականացնում է ծառայողների մասին է խոսքս գնում։ Թե դուք հավելյալ ինչ որ ուրիշ աշխատանքել եք գտնում, որպեսզի կարողանաք ձեր ծախսերը հոգալ։ Եթե խոսքը վերաբերվում է ռեզերվի մասին, բնականաբար ընդամենը եթե ամիսը 2 օր ենք աշխատում, դա անհնար է հերիք լինի, այդքան էլ մեծ գումարի մասին չեք խոսում, բայց քանի որ ես երկրորդ կոնտրակտ ունեմ, փոքր sense կոնտրակտներ եմ կապում անընդհատ, որոնք ինձ սարքում են ոնց որ full time իմ համար full time աշխատանք է սա։ Ես կարիք չունեմ ուրիշ տեղ աշխատելու, սա ինձ լրիվ հերիք է, որ ես մենակ էստեղ աշխատեմ։ Անի, ես գիտեմ, որ կապ չունի, որ դու ռեզերվ ծառայող ես, կարող են նաև քեզ տանել, եթե Աստված ոչ անի, եթե պատերազմներ լինեն, կարող են ձեզ տանել պատերազմի դաշտ։ Հա, տարբերություն չկա, ռեզերվ թե active duty, եթե պետք ենք, պետքա գնանք ուրեմն, դա մեր պայմանագրի մասն է։ Դու ունես այդպիսի փորձ։ Ես դեռևս չունեմ այդպիսի փորձ, ինչ որ պահի եկավ այդպես փորձի հնարավորություն, բայց ոնց որ պետքա ընտրեի գնայ կամ նոր աշխատանքի համար գնայ տրեյնինգի, եւ ես որոշեցի իմ աշխատանքը փոխել ու գնալ տրեյնինգի, ու դրա համար այդ փորձը դեռևս չունեմ։ Ուզում եմ այս հարցին պատասխանես ամենայն պատասխանատվությամբ, որովհետեւ մեզ նայելու են լիքը աղջիկներ, տղաներ մեր հայերից ու հաստատ իրենք էլ կարող են մտածեն, քեզ նման ասեն, մի հատ էլ մենք փորձենք։ Ես ուզում եմ ամենայն պատասխանատվությամբ քո խորհուրդը տաս այն մարդկանց, ովքեր այս պահին մտածում են գնալ եւ ծառայեն Միացյալ Նահանգների բանակում։ Ինչ խորհուրդ կտայիր։ Ամենակարևոր խորհուրդներդ որը կլներ, որ տայիր իրանց։ Ֆիզիկական պատրաստվածություն նախ եւ առաջ շատ է հեշտացնում ամեն ինչը եւ լեզվի իմացություն։ Եվ պետքա ստատուս ունենան։ Այդ երեք բանը եթե ունեն, նայ, ստատուսի համար ես
նոր update-ով եմ քեզ ասում, համացանցում աչքովս ընկավ մեր հայրենակից աղջիկներից մեկը, ով էլի ծառայում է Միացյալ Նահանգների բանակում, ու ինքը ասեց, որ այդ քայլին գնացել է ամենակարևորը նրա համար, որ ստանա քաղաքացիություն։ Հետո նոր երբ որ արդեն հայտնվել է այդ միջավայրում, ինքը սկսել է սիրել դա։ Ինքը սկսել է ընդունել դա, որ դա իր սիրած մասնագիտությունն է, ու ինքը դեռ պատրաստվում է երկար ժամանակ իր պայմանագիրը թարմացնել։ Գիտեմ, որ քաղաքացիություն այս պահին պետք չի։ Ես ավելի քեզ կխնդրեի մի քիչ հոգեբանորեն խորհուրդները տայր։ Ինչին հոգեբանորեն պատրաստ լինեն։ Եվ եթե դա չունեն, օրինակ եմ ասում, մարդկա կարող է կամքից թույլ է, ինչ խորհուրդ կտաս, այդ մարդիկ կարող են ծառայել, այդպիսի խորհուրդներ եմ ուզում տաս։ Կամքից թույլ չէ, Ինչին պատրաստ լինեն։ Կարևորը իմանաս ինչի համար ես գնում։ Ինչի այդ why, այդ ինչը շատ կարևոր է, որովհետեւ երբ որ այդ տրեյնինգների ընթացքում երբ որ դժվար պահեր են գալիս, հոգեպես, ֆիզիկապես դժվար պահեր են գալիս, այդ ինչի եմ ես ստեղ, այդ հարցն է, որ քեզ ուժ է տալու, որ դու առաջ գնաս։ Ինչի եմ ես ստեղ, ինչի համար եմ եկել նախ եւ առաջ, եկել եմ իմ ընտանիքը պահեմ, եկել եմ որպեսզի ունենամ ինչ-որ բենեֆիտներ, եկել եմ դրա համար, որովհետեւ ես ուզում եմ զգամ ինչ-որ մի հատ մեծ բանի մասնիկ, կարևոր բանի մասնիկ։ Ինչի համար եմ եկել։ Այդ ինչն է, ինչի համարն է, որ քեզ ամենաշատն է կարևոր լինելու, եւ դրանից բացի նաեւ հրահանգներին հետևելը ու հարցեր չտալը մանավանդ տրեյնինգի ժամանակ։ Ուզում եմ նշես 3 բան այն մարդկանց համար, ովքեր չեն կարող ծառայել։ Որ նայես այդ մարդկանց, ասես դու չես կարող ծառայես, 3 բան նշիր։ Ովքեր չեն կարող ծառայել։ Օրինակ ինձ թվում է այն մարդիկ, ով ասում են դու ինձ չես կարող ասես։ Ահա։ Ես ոնց անեմ։ Հետո։ Այդ կարևոր է։ Ահա։ Կամ որ ասեն ես ուրիշի մոտ չեմ կարող աշխատել։ Ահա։ Այդ մյուս բանն է։ Կամ ես պատրաստ չեմ իմ ամբողջ կարիերայի ընթացքում անընդհատ առաջ գնամ։ Ահա։ Այդ չգիտեմ, 2-ներ թե 3-ներ։ 3-ներ, բայց եթե կարող ես ուրիշ էլ նշել, հանգիստ կարող ես նշել։ Եվ անդադար ֆիզիկական պատրաստվածություն։ Պայմանագիր կնքել ես, չէ՞։ Հա։ Քանի տարվա պայմանագիրդ։ Դու կնքում ես վերջնական, թե կարող ես տարվա վրա թարմացնել պայմանագիրը։ Նախնական պայմանագիրս 6 տարով էր։ Ահա։ Ու դրանից հետո թարմացնում ես անընդհատ, եթե քեզ թույլ են տալիս, եւ եթե դու ուզում ես։ Արդեն նախնական 6 տարվանից հետո կարող ես կնքել մի տարով, 2 տարով, 3 տարով։ Իսկ որ դեպքում կարող են քեզ թույլ չտալ պայմանագիրը երկարացնել։ Եթե դու ինչ-որ խնդիրներ ես առաջացնում օրինակի համար քո այդ տեղը որտեղ առողջական խնդիրների դեպքում կարող է լինել։ Նաև առողջական խնդիրները, եթե դու չկարողանաս այդ ֆիզիկական տեստերը հանձնել, ահա, այդ դեպքում էլ չես կարող նորից պայմանագիրը թարմացնել ու ոչ միայն չես կարող պայմանագիրը թարմացնել, այլ քեզ այդ պայմանագիրը կխզեն արդեն ու քեզ դուրս կհանեն, եթե չկարողանաս անցնել։ Անի, Միացյալ Նահանգներում կյանքը շատ տարբերվում է Հայաստանի կյանքից։ Այ քեզ համար ի՞նչն է ստեղ, որ ավելի լավ է ու դա պակասում էր Հայաստանում քեզ։ Ոայ շատ դժվար հարց է։ Ինձ թվում է նախ եւ առաջ սովորելու հարցն է։ Արդեն երբ որ սովորում ես ինչ-որ մի ձևի, դրա համար ավելի մեծ տարիքում դժվար է տեղափոխվել Հայաստանից Ամերիկա, Ամերիկայից Հայաստան, որովհետեւ ինչ-որ մի բանի, որ արդեն սովոր ես, գիտես որ էս սենց հարվում են, նենց հարվում, մարդկանց այդ լեզու գտնելը էս է ձևը, դժվար է արդեն հետ փոխելը, ոնց որ ասած, էլի։ Անի, այստեղ հայեր շատ կան, մենք ի նկատի ունեմ Riverside-ում։ Անկեղծ ասած, ես մենակ մի հոգու եմ ճանաչում հայ այստեղ, եթե կան, խնդրում եմ գրեք, որ կապվենք, արի ասենք, հա, որովհետև ես չեմ ճանաչում հայերի այստեղ։ Շրջապատդ այստեղ կարծում եմ հիմնականում ամերիկացիներ են։
Այն նրանք ինչ գիտեն Հայաստանի մասին։ Երբևէ եղել է, որ քեզ հարցնեն քո երկրից, քո կուլտուրայից, քո մշակույթից, ինչ որ հարցեր տան, որպեսզի իմանան անին որտեղից է։ Շատ։ Ու ինչ ես պատմում ամենաշատը։ Ես չեմ կարա ասեմ թե քանի անգամ ա եղել, որ ես տարբեր նահանգներ այցելել եմ, ինչ որ տարբեր տրեյնինգների ու ես առաջին հայն եմ եղել, որ իրանք հանդիպել են։ Ու այդ շատ մեծ պատասխանատվություն է իմ համար, որ ես եմ այդ առաջի հայը, որ իրանք տեսնում են, որ ամեն ինչը պետք է նենց անեմ, որ իրանք ամենալավ կարծիքը ունենան հայերի մասին։ Ու միշտ հարցրել են որտեղ է գտնվում, բացել եմ ցույց եմ տվել քարտեզի վրա որտեղ է գտնվում, ինչ որ հետաքրքիր փաստեր եմ ասել Հայաստանի մասին, բայց նախ եւ առաջ մարդիկ նայում են թե դու ով ես ու ավտոմատ կապում են քեզ ու քո երկիրը ոնց որ իրար հետ ու շատ կարևոր է որպեսզի ճիշտ ներկայացնես քեզ որպեսզի քո երկրի մասին էլ լավ կարծիք ունենան որովհետև դու քո երկրի դեմքն ես համարում նրանց մոտ Անի դու ունես փոքրիկ աղջնակ ով նորածնվել դու նորաթուխ մայրիկ ես Այ ուզում եմ այսպիսի մի հարց տալ Նա ծնվել է այստեղ բնականաբար դեռ երկար ժամանակ դուք կապրեք այստեղ ու ինքը կմեծանա այստեղ Այ դու ինչ ես պատրաստում անել որպեսզի նրան պահես հայկական արմատներին մոտ քո արմատներին մոտ պահես Ինչ ես պատրաստում անես որպեսզի նա ավելի շատ բան իմանա Հայաստանի մասին հայերի մասին որովհետև դու ապրում ես այնպիսի քաղաքում, որտեղ հայկական մշակույթի, ապրելակերպի հետ կապված շատ քիչ բան կա։ Եթե դու ապրեիր Գլենդելում, Փասադինային բրբանքում, դա ավելի հեշտ կլիներ քեզ համար, բայց դու ապրում ես հեռու։ Ինչպես ես պատրաստում երեխայի ծանոթացնել քո արմատների հետ։ Իրականում այդքան էլ դժվար չի, չնայած որ հեռու եմ ապրում Գլենդելից, որովհետև նախ եւ առաջ ես իր հետ միայն հայերեն եմ խոսում։ Չնայած որ ինքը գնում է մանկապարտեզ ու այնտեղ իր հետ անգլերեն ու իսպաներեն են խոսում, բայց ես իր հետ միայն հայերենով եմ խոսում։ Իմ ծնողներն են իր հետ, իմ ընտանիքն է իր հետ միայն հայերեն խոսում, չնայած որ իրանք էլ Հայաստանում են գտնվում։ Ու այն փաստը, որ իրանք Հայաստանում են, անընդհատ բնականաբար այցելելու ենք Հայաստան ու ինքը այնտեղ անընդհատ շփվելու է, տեսնելու է։ Ես միշտ միացնում եմ հայկական երգեր YouTube-ով իր համար երեկոները, որ ինքը շփվի այդ ամեն ինչի հետ, լսի անընդհատ իր ականջը։ Իմ համար է շատ կարևոր է, որովհետև ինքը ստեղի կուլտուրայի հետ եւ լեզվի հետ ավտոմատ շփվելու է, ավտոմատ ինքը հետ ստանալու է, բայց ես իմ պարտքն եմ համարում իր հետ մենակ հայերեն շփվեմ ու հայկական մշակույթը ոնց որ տամ իրան։ Անի վերջին անգամ երբ ես եղել Հայաստանում։ Վերջին անգամ անցած տարի եմ եղել Հայաստանում Օգոստոս ամսին արծիվ գործընկեր զորավարություններին էինք սպորտ անում, չենք մասնակցում, ուղղակի աջակցում էինք լեզվի առումով, որպեսզի Կանզասի ազգային գվարդիան եւ Հայաստանում ինչ որ հայկական բանակը միասին կարողանան շփվեն եւ զորավարությունները կայացնեն, այսինքն մենք որպես թարգմանիչ էինք, լինգվիստ էինք գնացել այնտեղ։ Ես ու եւս մի քանի ինպես ծագումով հայերեն խոսող եւ որպեսզի կարողանանք թարգմանենք իրանց համար։ Այ որ գնում ես Հայաստան, առաջին բանը որն է որ անում ես։ Գնում եմ Վարշավիրանոց։ Հետո կամ որտեղ ես գնում։ Գնացիր տուն, հանգստացար, ուզում ես դուրս գաս։ Որտեղն է որ կարոտում ես ու ուզում ես գնաս։ Մեր տունը Տերյան փողոցի վրա էր ու այդ կենտրոնը շատ եմ սիրում ու սիրում եմ ականջակալներ հագնել ու ինչ որ հայկական երաժշտություն լսել ու ուղղակի սենց քայլել կենտրոնով շատ սենց հանգստություն է ինձ այդ բերում Հիմիկվա ջահելությունը դուրդ գալիս է այնտեղի Շատ տարբեր է մի կողմից ոնց որ այդ իմ տունն է բայց մյուս կողմից ոնց որ ես արդեն տուրիստ եմ այնտեղ գնում ինքը շատ հետաքրքիր զգացողություն է ոնց որ Ոչ ընդեղ ես տանը, ոչ ստեղ ես տանը, ստեղ էլ դու դրսից եկած ես, ընդեղ էլ գնում ես, ընդեղ էլ ես դրսից եկած։ Մենք մնացել ենք մեջտեղում։ Իսկ ի՞նչն է, որ ամենաշատը կարոտում ես Հայաստանի հետ կապված։ Քայլելը դուրսը,
Այստեղ չես կարողանում քայլել։ Այստեղ չեմ կարողանում քայլել ու այնտեղ որ այդ կասկադում, հրապարակի մոտ, օպերայի մոտ, որ մինչև ժամը 1000-ը բոլորը ընտանիքներով դուրսն են, սրճարաններում, սենց երում է կյանքը ժամը, չգիտեմ, 10-ին, 11-ին, ստեղ մենք ժամը 8-ին գնում ենք քնելու։ 7:30 ենք մեկ գնում քնելու։ Անի սխալ տեղում ես դու, արի գլենդել։ Մենք 12-ից շուտ չենք քնում, չէ՞, Արո։ Բադու որ իմանաս մենք ինչ լավ հայկական փարթիներ ենք անում, ես քեզ խոստացել եմ, չէ՞։ Այսքանի օրը դու գալու ես այդ փարթիներից մեկին մասնակցելու։ Ու լրիվ քեզ կզգաս հայկական միջավայրում։ Անի, ես քեզից շնորհակալ եմ։ Այսօր հրաշալի օր ենք ունեցել քեզ հետ։ Դու այնքան տարբեր ես, նոր Արոյի հետ այդ ենք խոսում։ Սա Անինա քնքուշ, կանացի ու մեկ էլ մենք գնացինք ճանապարհ, Անին ընթացքում մեքենայի մեջ փոխվեց ու դուրս եկավ սերժանտ Անին, որը լրիվ ուրիշ մարդ էր։ Բայց միևնույնն է, քո հոգին են հայկականը պահել է, լինես դու սերժանտի շորերով, թե այսպես կանացի Անին, այն հայկական հոգին քո մոտ կա։ Ես այսօր զգացել եմ, թե դու ինչքան ես սիրում քո երկիրը, ես զգացել եմ, թե ինչքան ես հպարտ, որ դու հայ ես, ես զգացի նույնիսկ, որ դու այնքան ես հպարտ, որ հայը այսօր ամերիկյան բանակում ծառայում է։ Ես գիտեմ, որ դու ծառայության հետ կապված ունես մեծ նպատակներ, ընդհուպ մինչև Պենտագոն։ Ես քեզ սրտանց մաղթում եմ այդ հաջողությունները։ Մենք էլ այս փոքրիկ հաղորդումով մեր ազգին կպատմենք այն խիզախ աղջկա մասին, ով կարևոր գործ է անում Միացյալ Նահանգներում։ Շնորհակալ ենք քեզ։ Սուրճ թե թեյ։ Թեյ։ Առավոտ թե երեկո։ Երեկո։ Երևանում ամենասիրածդ վայրը։ Կասկադ։ Ուշացողն ես թե ժամանակին եկողը։ Շուտ եկողը։ Գլենդել թե Riverside։ Գլենդել։ Ափսոսում եմ, որ շարունակի։ Ոյ դժվար է այդ մեկը։ Ափսոսում եմ, որ երկու երնեք միտեղ չեմ կարողանում հələ որ ունենամ, որ համստեղ լինեմ, համստեղ աշխատեմ, համընդեղ ապրեմ։ Հասկացա։ Նյարդայնանում եմ երբ։ Մարդիկ ուշանում են։ Սիրում եմ երբ։ Ոյ ես մեկն էլ է դժվար։ Մարդիկ անկեղծ են։ Երջանիկ եմ երբ։ Երբ որ շրջապատված եմ ընտանիքով։ Եվ վերջին հարցը։ Նկարագրիր հային մեկ բառով։ Հպարտ։ Շնորհակալ եմ Անի։ Այսօր շատ լավ օր ենք ունեցել, եւս մեկ անգամ եմ ուզում քեզ շնորհակալություն հայտնել։ Քեզ լավ երեկո ենք մաղթում։ Շնորհակալություն։ Կադրից դուրս էլ ոնց պայմանավորվեցինք։ Անպայման։ Հանդիպում ենք Գլենդելում։ Տեղափոխանիշ կա։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ The community.